Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ է արձանագրում, որ Հայաստանի երկու բարեկամ երկրների Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև բանակցությունները առաջընթացի դինամիկա են ցույց տալիս։ Նա անդրադարձավ նաեւ Հորմուզի նեղուցի շուրջ ընթացող գործընթացների հետևանքով հնարավոր տնտեսական ու լոգիստիկ ճգնաժամային սցենարներին։ Իրանի Իսլամական Հանրապետության հետ գործակցության մեր պատկերացումը ռազմավարական է եւ մենք ընդհակառակը ուզում ենք Իրանի տարածքով մեր լոգիստիկ շղթաները, հնարավորությունները ընդլայնել եւ նաեւ այս առումով է շատ կարեւոր TRIP նախագծի իրագործումը, որովհետեւ դրա արդյունքում ուզում եմ հիշեցնել, մենք երկաթուղային կապ կստանանք Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որի պարագայում Հայաստան ապրանքների ներկրումը եւ Հայաստանից ապրանքների արտահանումը էականորեն կհեշտանա։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց նախորդող շրջանում արդեն կար նոր կապուղի Չինաստան, Ղազախստան, Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երթուղով, իսկ այս հարցերով Հայաստանի կառավարությունը վարչապետի խոսքով զբաղվել է դեռ նախորդ տարվանից, երբ տարածաշրջանում լարվածություն է նկատվել։ Վարչապետը վստահեցրեց, որ ապրանքների դեֆիցիտ չենք ունենա։ Իրադրության կարգավորման համատեքստում մենք նաև TRIP նախագծի շուտապույտ իրագործում կունենանք, որի արդյունքում նաև Իրան-Հայաստան երկաթուղային կապ կձևավորվի, Պարսից ծոց-Սև ծով երկաթուղային կապ կձևավորվի, որը ձեռնտու կլինի բոլորին՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը, Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, Թուրքիային, Միացյալ Նահանգներին։ Անդրադառնալով Եվրամիության երկրների վիզաներ ստանալու հարցում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ունեցած դժվարություններին, Փաշինյանը նշեց, որ Հայաստանը միակ երկիրն է, որի հետ Եվրամիությունը բանակցում է վիզաների ազատականացման շուրջ եւ համոզված է, որ հնարավորինս արագ արդյունք կարձանագրվի։ Վերջին բանակցությունների ժամանակ այդ հարցը բարձրացրել ենք եւ իհարկե առաջիկա Եվրամիություն-Հայաստան գագաթաժողովի ընթացքում նույնպես այդ հարցը կբարձրացվի։ Սահմանադրության նոր տեքստին վարչապետը քաջատեղյակ է, քանի որ տեքստի վրա ինքը եւս աշխատել է։ Մինչև ընտրություններ հրապարակմանը կողմ է, բայց տեսնում է խնդիրներ սկզբունքային ու կարևոր նյուանսների շուրջ, որը նրա խոսքով կապված է պետական կառավարման համակարգի կարգավորումների հետ եւ այդ առումով որոշակի բանավեճ կա կառավարական եւ քաղաքական թիմում։ Մենք պլանավորում ենք միջև այդ փորձենք քննարկենք եւ այդ հարցերը հասցեագրենք, բայց եթե չհասցնենք հասցեագրենք, հրապարակումը կմնա ընտրություններից հետո։ Արդյոք Հայաստանի Հանրապետության զինանշանից հեռացվելու է Արարատի պատկերը։ Ես ասացի, այդպիսի հարց չեմ բարձրացնում։ Ինչ խնդիր տեսնում եմ, ես հրապարակային իմ ելույթներում ասել եմ։ Իսկ ինչ փուլում են հայ-թուրքական սահմանի բացման եւ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի վերջնական համաձայնեցման հարցերը։ Պրոցեսը գնում է եւ ինձ համար հարցը այն չի, այդ տեղի կունենա ձեր ասածները, ասենք Թուրքիայի հետ սահմանի բացումը եւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումի հարցը նա թե երբ դա տեղի կունենա, մենք աշխատում ենք այնպես անել, որ դա հնարավորինս շուտ տեղի կունենա։ Զինված ուժերում գրանցված մահվան վերջին դեպքերին անդրադառնալով վարչապետը համոզմունք ունի, այդ դեպքերի մեծ մասը կապված է մեր կրթական համակարգի հետ, սկսած մանկապարտեզից։ Ես դեպքերի մեջ փորձում եմ խորանալ, ես ուղղակի սարսափում եմ այն մտքից, թե ինչը կարող է հանգեցնել ինքնասպանություն գործելու որոշման։ Վստահեցրեց զորամասերը տեսահսկվում են եւ անգամ եղել են ինքնասպանության դեպքեր ուղիղ տեսախցիկի առաջ։ Ուստի վարչապետը կարծում է, որ վաղ տարիքից պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձվի երեխաների հոգեբանական դիմակայունությանը։ Տիգրան Վակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։